Գիտեք, այսօր մի հետաքրքիր խոսք ունեմ, որը որ անվանել եմ այդ ձև, գրել եմ ավելի ճիշտ, սպանիր, որ քեզ չսպանի։ Մեր եղբայրը մեր Հովանեսի հետ մեր 2 օր առաջ խոսում ենք, ասում է Արմեն եղբայր, քո քարոզներիդ վերնագիրը մի տեսակ բան է սենց, մի արտնածրա քո քնած թշնամիներին, հաղթիր քո հոր թշնամիներին, սպանիր, որ չսպանի, քո թշնամիները կարող են դառնալ մեզ համար պարադանույթ։ Ասում եմ դրա մասին Աստվածաշունչն է ասում։ Հետո Աստվածաշունչը խոսում է, դա Արմեն եղբայրը չի տնում, որովհետև կան թշնամիներ ու Աստծո կամքն է, որ հաղթենք մենք այս թշնամիներին։ Գիտեք, դա այն ժամանակը չէ, որ խաղանելու ժամանակ, խաղանելու ժամանակ չէ։ Գիտեք, ինչն է հետաքրքիր, որ մի հատ մարդ ինձ ասեց, Արմեն եղբայր, ասում է հազիվ էս Գողիաթին հաղթի պրծա, ոնց որ հիմա է նոր բանի մեջ եմ մտնում, նոր Գողիաթ դեմս դուրս է։ Ասում եմ, լսեք, քանի մենք ապրում ենք, Գողիաթները անպակաս են։ Գիտեք ինչի, որտեվ երբ որ դու հաղթում ես մեկ Գողիաթի, դու տեղափոխվում ես մի ուրիշ մակարդակի վրա։ Այն մյուս մակարդակի մեջ դու այն մյուս Գողիաթին պետք է հաղթես։ Ամեն մակարդակը ունի իր Գողիաթները։ Ուզում ես Գողիաթ չունենաս, հաղթես Գողիաթի, դու մնաես մակարդակիդ մեջ։ Էլ մի ցկտե ուրիշ բաների, բայց չես կարա էլ այդ ձև ապրես։ Գիտես ինչի, որտեվ ետ կգան, որպեսզի ետ տանին ես տարածքները։ Քանի դեռ մենք ապրում ենք երկրի վրա, պատերազմները անպակաս են մեր կյանքերից, հոգևոր պատերազմների մասին է խոսքը, հոգևոր Գողիաթների մասին է խոսքը։ Ամեն։ Գիտեք ինչն էր, ինչը ուշադրություն շատ սենց գրավեց ինձ, երբ որ կարդում էի Աստվածաշունչը ու գրված է ինքը Ելիցի մեջ, Աստված Մովսեսին ասում է քո առաջից ես կքշեմ էսիշ թշնամիների ու ազգերի անուններն է տալիս, էս, հետաքրքիր ասում է ես քո առաջից կքշեմ, այսինքն Մովսեսը ոչ մի բան չի անում, ինքը չգիտե իր առաջից Աստված ինչ ձև է պատերազմում իր թշնամիների հետ, երազներ է բերում, ծանրություն է բերում, իր Աստծո ձեռքն է ծանրանում մեկի կյանքի վրա, դե թշնամիների մեջ այսենց կռիվներ է գցում, Մովսեսի առաջից ամեն բան մաքրվում էր, բայց երբ որ Հեսուն ես կարդում, նայում ես Աստված ասում է գնա պատերազմ է վերցրա, էսիշ թակավորությունը, էսիշ թակավորությունը ջարդիր, որպեսզի տարածքները վերցնես։ Ու գիտեք, այսպես Աստվածաշունչը կարդում եմ ու մտածում եմ, ասում եմ, ինչի միտեղ ասում է ես կքշեմ քո թշնամիներին, այն մյուստեղ ասում է դու պետք է պատերազմես։ Գիտեք, ես ինչ եմ հասկանում, սիրելիներս, որ դա այն պատերազմները, որը մասին որ Աստված խոսում է, դա այն դրսի թշնամիների մասին է, որտեղ որ մեր ուժը չի պատում։ Իսկ երբ որ Հեսուին ասում է պատերազմիր, դա այն մեր ներսի պատերազմների մասին է, որ ներսի պատերազմները մեր ոնց որ հայացողության, մեր իշխանության տակ է։ Համաձայնվում ես, ես չգիտեմ, կան թշնամիներ կամ միգուցե ունեցել ես, որ գերբնական ձևի ազատվել ես իր ձեռքից։ Քեզ այնտեղ ոչ քերին, ոչ հոպարը, ոչ մեկ չեր օգնի։ Գերբնական ձևի Աստված քեզի հանեց իր ձեռքից։ Մարդկանց մասին է խոսքը։ Պրոբլեմների մասին է խոսքը, հոգևորների մասին են, որ ասում եմ արմնի է դեպը։ Չէ, ես դևերի մասին չեմ խոսում։ Պրոբլեմների մարդկանց մասին եմ խոսում, որ Աստված գերբնական քեզ ընդից հանեց։ Միգուցե օր ու ժամ էին դնում վրեդ, միգուցե ես չգիտեմ, մի հատ հարցեր կար, միգուցե բաներ էին տանում ձեռքից հետ։ Բայց նայում ես Աստված մաքրեց։ Ու երբ որ հիմա ետես նայում, ասում ես Աստված, ես ո՞նց անցա։ Դու էլ ես զարմանում։ Բայց պատերազմներ կան մեր ներսի։ Հիմա կկարտանք Գաղատացիս հանրաճանաչ 5-րդ գլուխ, որտեղ որ մարմնի գործերը ավելի շատ է գրված, քան թե հոգու։ Ասում են նախանձներ, կռիվներ, բաժանություններ, չարնայվածքներ, կախարդություններ։ Այս պատերազմների մասին ասում է դու պետք է հաղթես։ Ես քեզ կօգնեմ, բայց քո փոխարեն ես չեմ անի։ Հալելույա։ Սիրելիներս, այսօր կան պատերազմներ,
որ Աստված անելու է քո փոխարեն, բայց քո ներսիդ հարցերը դու ես լուծելու։ Դրա համար գրել եմ սպանիր, որ քեզ չսպանի։ Սիրելիներս, գիտես, երբ որ Աստված ասում է մի բան սպանիր, իմ ու քո օգտի համար է ասում։ Գիտեք ինչի, որ ինքը մեզ չսպանի։ Պետրոս առաքյալն ասում է, ով ինչից որ պարտված է, նրան է գերին է։ Պողոս առաքյալը ավելի է թակավորցնում այս խոսքը։ Ասում է, անում եմ այն, ինչ որ չեմ ուզում անեմ, չեմ անում այն, ինչ որ ուզում եմ անեմ։ Ասում է, սրանով համաձայնվում եմ, որ ոչ թե ես եմ անում, այլ այն, ինչ որ բնակվում է իմ մեջ։ Այսինքն կա մի հատ երևույթ, կա մի ադամական փոխանցված այսպես ժառանգություն։ Եթե մենք չհաղթենք, մեզ կհաղթի։ Գիտեք, Պողոս առաքյալն ասում է, ոչ թե երեխաներն են ժառանգություն թողնում իր ծնողների համար, այլ ծնողները իրաց երեխաների համար։ Ինչ ժառանգություն ենք մենք այսօր թողնում մեր երեխաներին։ Ես շատ եմ մտածում այս բաների մասին։ Դեռ 40 տարեկան էլ չկամ։ Բայց չգիտեմ, այնքան եմ մտածում, որ ասում եմ, գիտեք, նենց բան թողնաս քո սերունդներիդ մեջ, որ ոչ գողը, ոչ ցեցը չկարողանա տանի։ Ոչ այն աշխարհի քարտեզային իրավիճակները չկարողանա ազդես քո թողածներիդ վրա։ Ոչ է դոլարի կուրսը։ Գիտեք, մի երկու օր առաջ մի հետաքրքիր Սաղմոսներից տեղ կա, գրված ասում է, Աստված բնակվում է արտարների ցեղի մեջ։ Քարոզի շարունակությունն է։ Մտքիցս չեմ մեռանում, սպանիր, որ չմեռնես, որ քեզ չսպանի։ Գիտեք, ասում է Աստված բնակվում է արտարների ցեղի մեջ։ Նստած մտածում եմ, ասում եմ, նայե, ինչ հետաքրքիր բան է, որ ցեղը, ազգը, սերունդները ինքը մի բան է, որը որ մենք չենք տեսնել։ Օրինակ ես, չգիտեմ, ես ծորի ծոր, իմ տղուս թորին, կտեսնեմ թե չեմ կարա ասեմ։ Բայց հետաքրքիր է, որ ես այսօր կարամ թողնամ այնտեղ Աստծուն։ Աստծո վիրակ ապահով կլինեն, Աստծո վիրակ կանցնեն։ Բայց կարամ ուրիշ ճանապարհների այսօր դիմեմ, կներեք 1000 ներողություն, խապեմ, գցեմ, ֆրսնեմ, ճանապարհները շրջանցեմ, մտածեմ ես իմ փորս կուշ տեղնի մորտիս լավ լինի, մնացածը հեչ։ Ու ինչ կթողնամ իմ ժառանգներիս։ Այն որ sense փուչ դադարք արժեքներով լցված մարդիկ կան, է։ Ասում եմ, տղա ջան, ինչ ես կորցրի, ինչ մանես, ինչ ման կերխմե քեֆարա, լնայ աշխարհը ոդարը, չգիտեմ ուր է գնում։ Ես չգիտեմ աշխարհը ուր է գնում, գնում է իրակ այն գիտեք ինչ ասում է, այս աշխարհը ամբողջ կդառնա կրագալ լիճ։ Այնքը գնում է դեպի կրագալ լճին։ Մենք է պետք է գնանք վերև, երկինք։ Գիտեք, մենք այսօր ամեն մեկը ժառանգություններ ենք թողնում։ Եթե հիմա մտածում ասում ես, բայց ես ամուսնացած չեմ, ես խոսքը ինձ համար չէ, Արմեն եղբայր ջան, երբ որ ամուսնացա, մնալ մի հատ տղա ունենամ, մի հատ աղջիկ ունենամ, նոր կմտածեմ։ Սերունդները քո ներսն են արդեն։ Դու այսօրվանից կարաս ժառանգություն այնտեղ դիզես, կամ կարաս մատների արանքով նայես։ Գիտեք, եթե մենք թողնանք Աստծուն այսօր մեր սերունդների մեջ, իրակ ապահով կլինեն։ Դավիթը մահացե գնացել էր, բայց Աստված լը խոսում էր իր սերունդի հետ, ասում էր Դավթիս խաթր։ Պատկերացնում ես, ես ինձ մի քիչ գովազդեմ, ասե Արմենիս խաթր։ Դու քո անունը տուր։ Էս ինչի խաթր։ Բայց կարա հագարակ տեսքը տեղի ունենա։ Ես հիմա ուզում եմ այս հագարակ տեսքից մի փոքր խոսամ ու հետո նոր անցնենք այն լավ արդեն ոնց որ կողմը։ Ամեն։ Ցավոք սրտի կան Աստվածաշնչի մեջ վատ բացասական օրինակներ, որոնք որ չէին կուզե որ լիներ։ Ես չէի ուզե։ Ես կուզենայի տեսնել ինչպես Սավուղը կփոխանցի իր թակավորությունը Դավիթին, օրտնելով, ձեռնադրելով, ես չգիտեմ, սենց ուրախանալով, նվերներով, ու Սավուղի մասին մի ուրիշ գեղեցիկ ոսկե տողեր կլիներ գրած։ Ես այցև կուզենայի տեսնեի, բայց տեսնում ես հակառակ պրոցես է։
Ես ուզում եի տեսնել ինչպես Սողոմոնը կհազներ իր թագավորություն իր որդուն։ Ոնց որ իր հայրը ամեն բան թողեց, որ Աստծո տունը կառուցեր։ Բայց տեսնում ես Իրանից հետո 12 ցեղերը սկսին բաժանվել։ Ինչի՞։ Որովհետև սխալ վարվան Աստծո հետ։ Չնայած այս ամեն ինչին, ասում է Դավիթը ուղիղ էր իմ առաջ, իմ սրտիս համեմատ մարդ էր, դրա համար իմ Դավթիս խաթր։ Սիրելիներ, մենք այսօր կարանք մեր բարիխոսական աղոթքները բարձրացնելով Աստծո առաջ, ասի այս ինչի խաթր, այս ինչ ազգի մեջ, այս ինչ հարցը թող լուծված լինի։ Անտարբեր մի եղի։ Ես ու իմ փորս, որովայինը ասում է ուտելիքը, որովայինի համար է, որովայինը ուտելիքի համար։ Ասում է մի օր երկուսն է մահանալու են։ Բարի լուր կա, որովայինը մի օր մաշվելու է։ Նայեք ինչ է ասում այստեղ Աստված ներսի թշնամիների մասին 5-րդ գլուխ սիրելիներս Գաղատացիս 5-րդ գլուխ մի հատ կարտանք էստեղը 17-ից 19-րդ խոսքերը որովհետև մարմինը հոգուն հակառակ է ցանկանում է հակառակն է ցանկանում իսկ հոգին մարմնին հակառակ է եւ քանի որ սրանք իրար հակառակ են չանենք այն ինչ կամենում ենք հետաքրքիր է որ մենք կամենում ենք հետաքրքիր է որ դա մի բան չէ ինչ որ չենք կամենում մենք կամենում ենք ասում է բայց չանենք այն ինչ որ կամենում ենք ինքը ցանկալ է ինքը հավես է ինքը ասենց ներսի փապակ է հասկանում ենք ասում է չանենք այն ինչ որ ուզում ենք բայց հետո հոգով եք առաջնորդվում օրենքի տակ չեք հայտնի են մարմնի գործերը որն են շնություն պոռնիկություն պղծություն գիճություն կռապաշտություն կախարդություն թշնամություններ մեծ ու փոքր հիմա չանես ասես այնիկ բոչիչ նայում ես քո մեջ մի բան կա ասում ես կարևորը խոմ են շնություն պոռնիկություն կախարդությունը չէ հիմի թշնամություն ով գիտե իմ ներսս ինչ է կատարվում բոլորը մի պոլկի վրա դրված են Աստծո աչքերի առաջ բոլորը հավասար են հիմա չասես այս ազգին կսպանեմ են էլ ոչինչ ոչ բոլոր ազգերը հիմա հավասար կանգնած են քո իմ առաջ Աստված ասում է սպանիր նրանց կռապաշտություն կախարդություն թշնամություններ կռիվ նախանձ ոչ մեկ խոմ չի տեսնում նախանձում եմ թե չէ ով գիտե նախանձում եմ թե չէ բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանություններ, երբ որ դու հոգով ներսով միաբան չես, միաբաններին է բաժանում ես, սրա մասին է խոսքը, չարակամություն, սպանություններ, պարտադիր չէ, դանակը վերցրիր, մեկի փորը մտցրիր, ներսով ատելությունով ես լցված, մի պոլկի վրա դրված է, հարպեցողություններ, անառագություններ եւ այն ինչ սրանց նման է ասում եմ ձեզ ինչպես որ նախապես էլ ասում է թե այսպիսի բաներ անողները Աստծո առկայությունը չեն ժառանգի հիշում եք հին ուխտի մեջ ասում է եթե չսպանես չես մտնի ինչքան նման է չէ ուզում ես երկնային ժառանգությունը ժառանգես մտնիս այս խոստված երկրի մեջ ասում է սպանի Հռոմեացիս 8 13-րդ խոսքի մեջ հիմնավորում եմ որովհետև եթե ըստ մարմնի ապրեք կմեռնեք բայց եթե հոգով մարմնի գործերը սպանեք կապրեք մարմնով ապրում եք կմեռնեք հոգով ապրում եք մարմնի գործերը կսպանեք որ ասում է պոզով, պոչով, չիտեմ, ոնց չի լինում, կոնկրետ ուղիղ գրված է։ Եվ որ ամուսնության հարց է գնում, ես միշտ հիշում եմ, ոնց որ ինձ սովորացրել են, մինչև հիմա ոնց սովորացնում են։ Հոգի, շունչ, մարմին պետք է համապատասխանե։ Չէ, գեղեցիկ է, հա, լավ է, մեկ է կա, հա, վсё։
Չէ, հոգին, գիտեք ինչի, որ մարմինը հոգուն չսպանե վաղը, որ չի հաստատվի։ Հոգի, շունչ, մարմին, որ հոգին սպանե այն մարմնին։ Այստեղ շատ ուժեղ է գրված։ Ասում են, որ հոգով սպանենք մարմնի գործերը։ Հիմա Սիրելիներս, նայեք, Աստված հիմա մեզ շատ ուժեղ տալիս է ինչ։ Համ բանալի է տալիս, համ ուղղություն է տալիս։ Հիմա այս երևույթները, որը որ գրված էր, հա դա ասում ես նախանձն է չեմ սպանե։ Ով իմացավ, նախանձվում եմ, թե չէ։ Հենց այս նախանձը վաղը քեզ կսպանի։ Գիտեք ոնց։ Այս օրինակը ինձ Աստված մի անգամ ոնց ծաղոտքի մեջ ստացա։ Երբ որ ծմեր է, ծառները նայ հեչ մարդ կա, որ հիմա գնում է խնձոր հավաքելու, խոսքի Շիրակի մարզի մեջ, ցույց գնում ես խնձորի ծառ, ասում ես կային մի հատ պոգի։ Գիտես որ հիմա խնձորի ժամանակ չէ։ Բայց երբ որ գալիս է գարուն, ամառ, ուրիշների մոտ է կարող մի փոքր գլուխ կովաս, ասես, գիտես ինչ խնձորի ծառներ ունիմ տնգած, եկել եմ մի հատ հյուրասիրեմ։ Գիտես որ պտուղ կա։ Բայց երբ որ գալու ես ես ու արդեն ամառ է ու ծառները չոր են, դեն հարց է ծագում։ Բայց եղանակների ժամանակին նայելով պետք է ծառներս պտղաբեր լիներ։ Այս նախանձը այս չորացնող զորություն ունի։ Երբ որ նայում ես ժամանակներին, դու պետք է արդեն այն որ Պողոսն ասում, վարտապետ լինեիր։ Դու պետք է արդեն անապատից ելնեիր։ Այն ժամանակը չէ որ ագրավը բերեր հացում միս տար։ Ժամանակն էր որ դու տայր, ագրավին տայր, որ տաներ մե ուրիշին տար։ Այստեղ հարց է ծագում։ Ինչի։ Գիտեք, ես մտածում եմ որ թշնամիներ կան, որ դեռ պարտված չեն կյանքերներիս մեջ։ Դրա համար է խոստված երկրներ կա, դեռ այնտեղ մենք չենք ու այն բարիքներից չենք օգտվում։ Ամեն։ Խոմծանր չէ սիրելիներս։ Ինքը շատ կարևոր խոսք է։ Ու որպեսզի շատ բան չանեմ, արեք բացենք առաջի թագավորած նայեք սիրելիներս, առաջի թագավորած երկրորդ թագավորած առաջի գլուխ 8-ից 9-րդ խոսքերը։ Երկրորդ թագավորած առաջի գլուխ 8-ից 9-րդ խոսքերը։ Եվ նա ինձ ասաց, չէ։ Կներեք, տեղը խառնեցի հիմա։ Հիմա։ Առաջի թագավորած 15-րդ գլուխ կներեք, 15-րդ գլուխ 2-ից 3 խոսքերը։ Այսպես ասում զորությունների Տերը։ Ես հիշում եմ, թե ինչ արեց Ամաղեկը Իսրայելին, ինչպես ճանապարհին նրա դեմ եղավ, երբ նա դուրս էր եկել Եգիպտոսից։ Հիմա գնա եւ ջարդիր Ամաղեկին ու ոչնչացրա նրա ամբողջ ունեցվածքը, չխնայես նրանց, կոտորիր բոլորին, տղամարդ եւ կին, երեխա եւ կատնակեր, արջար եւ ոշխար, ուխտ եւ էշ։ Ասում է ես հիշում եմ, Սավուղին հանձնարարություն ասված տալիս։ Ասում է գնա ու սպանե, որտեվ ես հիշում եմ, ասում է, երբ որ Իսրայելը Եգիպտոսից դուրս ելավ, Ամաղիկը հարձակվավ նրա վրա։ Եթե այստեղ նայես, ինքը ասում է հենց Ամաղիկի մասին, գիտեք ինչի, որտեվ Ամաղիկը առանցի այն թշնամին էր, որը որ դուրս ելավ Իսրայելի դեմ, երբ որ իր գերույթունից դուրս ելան։ Այսօր երբ որ մենք ես ու դու ապաշխարում ենք, ով է դուրս գալիս մեր առաջ, ամենաառաջինը։ Մարմինը։ Նոր խոսում ենք, հոգով սպառնիր մարմինը։ Ով չի ուզում, որ մենք հարատևենք մարմինը։ Ով է բունտ անում մեր մեջից, մարմինը։ Ով է հակառակվում ու չի մարմինը։
Ոստեղ Աստված ասում է ամաղիկին կոչնջացնես, որովհետև ես հիշում եմ, թե ինքը ինչ արեց Իսրայելին։ Գաղատացիս 5-րդ գլուխ նոր մարմնի գործերն էին կարդում։ Միջալոց ինքը լավ բան է, ամիսը մի անգամ կարդա մարմնի գործերը։ Տես ինչ կա մեջդ, այն մարմնի բաներից, թշնամիներից կարող կողքից եկել են։ Ու տեսեք, ստեղ ինչ կատարվավ, Սավուղը, երբ որ խնդրեմ կարելի է նվագել։ Ու ինչ կատարվավ, Սավուղը դուրս ելավ, գնաց ու այս Իսրայելին հաղթեցին։ Բայց այստեղ Աստված հանձնարարություն էր տվի, ասել էր բոլորին կսպանես։ Բայց հետաքրքիր է, երբ որ մարգարեն եկավ ու տեսավ, որ թագավորին պահել էին, ափսոսացել էր, էլի չէր սպանել։ Ոշխարներին, լավերին էլի նույնպես խնայել էր։ Ու հետաքրքիր հարց էր տվեց։ Ասեց ինչի չես սպանել։ Դա ասես լավերին պահել եմ։ Սիրելիներս, սատանայից ոչ մի լավ բան չկա։ Այն լավ առաջարկները պահել եմ արագ հարստանալու։ Դա մեզ համար վաղը կդառնա խորը փոս։ Հետաքրքիր ասում է թագավորին ինչի չսպանել։ Գիտեք ինչի։ Մարդկային էությունն են, հբարտությունն է։ Բոլորին ցույց տա, որ տեսեք թագավորին բերել եմ, ձեռքերից տակն է։ Այս հաղթանակը տվել էր Աստված նրան։ Ու Աստվածը նրան հանձնարարել էր, կսպանես։ Գիտեք, այսօր բաներ կա, որ մենք վերագրենք մեզնով, թե մենք արեցինք։ Եթե այս հաղթանակին Աստված ուժ ու կարողություն չտար այս պատերազմին, մենք ինչպես կհաղթեինք։ Եթե ասել է սպանե, ինչի, որ թագավորությունը երկար լինի, որ ծառայությունը ավելի բարձր լինի։ Հիշում եք Սավուղը քանի տարի թագավորեց։ 40։ Ու այստեղ ինձ ուղղակի այսպես կարելի ասած առաջի մնացորդած 10 նայեք ինչ է գրված։ Առաջի մնացորդը 13:3։ Նայեք ինչ է գրված, ասում է եւ մեր Աստծո տապանակը մեզ մոտ փոխադրենք, որովհետեւ Սավուղի օրերից ի վեր նրան չփնտրեցինք։ Վադնի Սաուլը мы не обращались к нему։ Գիտեք, կար թագավոր, որի ժամանակի մեջ տապանակին Աստծուն չէին մոտենում ընդանրապես։ 40 տարի տապանակը Երուսաղեմում, Իսրայելում չէր այս։ Ու մի օր Սավուղի մտքով չէր անցնում, որ գիտեք ինչ կա, Աստծո ներկայությունը պետք է բերել։ Գիտեք, տապանակը ինքը Աստծո ներկայության խորհրդապատկերն էր։ Գիտեք, ինչքան նման է իմ ու քո կյանքին այսօր։ Թագավոր էր, ծառայող էր, հաջողակ էր, բիզնեսմեն էր, տապանակը դուրը։ Հիմա հարց եմ տալիս դու քեզ վերջի անգամ եպես մոդեցե տապանին։ Եպես գնացե Աստծո երեսը փնտրե։ Առանց որևէ մի նեղություններից ելնելով, առանց որևէ մի բան խնդրելու համար։ Ուղղակի գնացել ես տապանի մոտ, որ Աստծո երեսը փնտրես։ Գիտեք Սավուղը երբ էր մոդենում տապանին, երբ էր իրան Աստծո ներկայությունը պետք։ Երբ որ խնդիրներ կար։ Երբ որ պատերազմներ կար։ Մի հատ որ խնդրեմ տապանը կգցեք։ Երբ որ պատերազմներ կար, այս ժամանակ պետք էր տապանակը։ Ինք այսպես մի Աստծուց տեսիլ կեր տվե Մովսեսին ու սենց բաներ սարքե ինքը։ Բայց հետաքրքիր է, որ այս տապանի վրա իր ամբողջով այս մթնոլորտը ներծծված էր Աստծո ներկայությունով։ 40 տարի Սավուղին չէր հետաքրքրում Աստծո ներկայությունը։ Հիմա կարող ասես Արմեն եղբայր, բայց ի՞նչ կապ ունի դա մեր հետ։ Գիտես ինչ։ Երբ որ այն 6 օրը դու քեզ համար սս խալաստոյ գցած ապրում ես, ու հովիվը քեզ ասել է, որ վաղը դու ես ծառայում։ Էսին ծառայության մեջ դու քեզ շաբաթ օրը կարգի ես բերում։ Իշքան աղոթներ կա անում ես, որ վաղը Աստծո զորությունը լինի քո վրա։ Հա, այսինքն պրոբլեմ կա դրա համար մոդեցանք տապանին, չէ՞։ Ինչի՞ էս եկեղեցի եկե։ Թե որ Էս ինչ է բժշկվի, շատ լավ բան ես արել, Հիսուսի անունով թող բժշկվի։
Ու գիտեք ինչ է, նման են 10 բորոտներին։ Երբ որ Հիսուսը բժշկում է 10-ին, հետո գնում է տաճար, ասում են 9 ուրա։ Հեչ 9-ն ուղղակի տապաններ պետք իրաց կարիքը լրացնելու համար, բայց ոչ Աստված։ Միգուցե այսօր ես հասկանում եմ մի փոքր խորը բան եմ խոսում, շատերին հաճելի չէ միգուցե ականջներին։ Սիրելիներս, բայց դա աստվածաշնչյան ճշմարտություն է։ Եթե դու տապանը օգտագործելու ես միայն քո անձնական շահերիդ համար, դու լավ ժառանգություն չես թողնում քո երեխաներիդ։ Այս տապանակը, երբ որ Դավիթը թագավոր օծվեց, առաջի իրան բառերը ասեց եւ մեր Աստծո ասում է եւ մեր Աստծո այս տապանակ ասում է ետ բերենք։ Գիտեք ինքը գիտակցում էր, որ իր թագավորությունը զրո է առանց Աստծո ներկայությամբ։ Ինքը գիտակցում է, որ իր ծառայությունը զրո է առանց Աստծո հետ այս շփմանը, անձնական փոխհարաբերությունը։ Իրան պետք չէր թագավոր, իրան պետք էր Աստված։ Սավուղին պետք էր իր գահը, բայց ոչ Աստված։ Դավիթը գիտակցում էր, որ Երուսաղեմը մայրաքաղաք այս անունը կձևավորվի, կստանա այս ստատուսը, երբ որ տապանակը կա իր Երուսաղեմ մտնի։ Ոչ թե թագավորով կկոչվեր այդ տապանակով։ Սիրելիներս, այսօր միգուցե այսպես հայացքը դուղված է տարբեր մարդկանց վրա, որ այս ինչը գա, այս ինչ բանը հաստատվի։ Դու կներեք շատ ողորմելի վիճակի մեջ ես։ Աստծո տապանն է հաստատելու մեր ունեցվածքը։ Ես ինչ որ խոսում եմ հիմա, դա լեկցիա չէ, ես քարոզ չեմ պատրաստել։ Իմ մեջս այսենց էփվում ես խոսքերը։ Այնքան է եղել, որ եսից բռնացրել եմ, որ ես սավուղ եմ։ Բայց ես հրաժարվել եմ։ Ես չեմ ուզում Տեր քեզի օգտագործեմ, կներեք ես բարի համար իմ անձնական շահերիս համար։ Մի անգամ, գիտեք ինչն է լավ, երբ որ դու քո մոցիվդ քննել գիտես։ Սրանից մի քանի տարիներ առաջ էր ծոմերի մեջ Աստծո երեսն եմ փնտրում անդառ, այսին ծնկի եմ եկի ու ասում եմ Տեր արիել ավելի մոտիկ ինձ։ Աստծո ներկայությունը լցրել էր։ Ու լսում եմ ներսիցս մի հատ բառ, ասում է ինչի համար ես ուզում որ մոդենամ։ Հիմա եթե դու ինձ հարցնեիր, 1 միլիոն պատճառ կասեի, ինչի համար եմ ուզում որ Աստված մոդենա։ Բայց երբ որ ինքը հարցրեց, հասկացա։ Ինքը արդեն գիտեր իմ պատասխանս։ Այնտեղ սիրուն փաթեթավորել անհնար է։ Ուրիշ բառեր ինքը սիրտ քնող է։ Ինչի համար ես ուզում որ ավելանա գումարդ։ Որ սենց ձերք տնես բժշկվին տեսար Արմենը աղոտեց։ Խոսում ես սրտիդ հետ։ Ու հասկանում ես քո մոցիվդ որն է այսօր։ Գիտեք Մոսկվա ուղղակի ընտանիքս է կիսվում եմ։ Հետաքրքիր մի հատ Աստծո հետ հանդիպում եմ ունեցել, որի փառք Հիսուսին էս հանդիպումների համար։ Հետաքրքիր այսպես պարկած մի բան էի մտածում, ասում եմ, այս տարի ինչ մեքենա եմ ինձ առնելու էս մոդակայք ժամանակներում, ու չգիտես ինչի մտքից գալիս էր երկար, լայն ու բարձր։ Հասկացա, որ ես հբարտ եմ։ Հասկացա, որ դա հբարտությունն էր խոսում։ Ստից է ծնվեց քարոզը ուղղակի։ Ես պիտի պատմեի, եթե չպատմես քարոզը ոնց որ արժեք չեր ունենա։ Ու գիտեք ինչի մեջ ես ինձ բռնցրեցի։ Որ բաներ կա, որ մենք ուզում ենք, ոչ թե մեզ համար ենք ուզում։ Դրսինների համար ենք ուզում։ Մարդիկ կա, չէ, որ մտնում ես կուխնյա, ասում ես, վայ, ինձ սիրուն մեդլաղ է, ասում է, Հնդկաստանից եմ բերել, քառակուսին 27000։ Հինգեր գինը չարծրինք, ուղղակի ասեցինք ինչ սիրուն է։ Ասում ես, ես ինչ սիրուն կոշիկ, ասում է, Ռոբերտո 120,000 էր ակցիայով 80-ով առա։ Ուղղակի ասինք շնորհավոր։ Մոտիվը։ Հետաքրքիր է Մոսկվա մեծ տերմոբանյաներ կան, մոտ 700 հոգի միաժամանակ ընդեղ են։ Գիտեք ոնց կարաս հասկանաս հայը ով է։ Ասա։ Ցեպով։
հերվից նայում ես, հետը փայլեց հայ է։ Ռուսների մեքենան նայում ես դրսերը, 40-50 միլիոն ռուբլյանոց մեքենաներ են։ Հասար է 40։ Նա դիսյատկա է դուրսը կանգնած, կիսա ցեխոտ, սկեղդոտ։ Խոշն է լոսպես մոտիվը որն է։ Ես ինձ բռնացրել եմ սրած մեջ։ Ուղղակի կիսվում եմ, որ ինչքան շուտ ազատես, այնքան քո օգուտ է։ Մոտիվը որն է։ Ասում եմ ասված ոնց հասկանանք, բա ասեց երբ որ մի բան անում ես, ինչ է գալիս առաջինը քո մտքիդ։ Ինչն է գալիս առաջինը քո մտքիդ։ Օրինակ տուն ես սարքում, ինչ է գալիս քո մտքիդ։ Գանտենոն ինչ սիրուն բան սա։ Արդեն սխալ է։ Արդեն սխալ է։ Արի ես աբո է առնենք, ինչի։ Դե որ կան ես ինչը տեսնի, մենք էլ ունենք։ Արդեն սխալ է։ Երբ որ ասում են շնորհավոր կին է, մի ասա։ Երբ որ կինը հարցրին նոր ասա։ Մի հատ ընկեր ունեմ, մտա իր աստուն ասի, ես իմ սիրուն ամեն ինչ։ Հատ շինարարության մատերիալների կինը սավ։ Վերջում է սավ տրապը գիտես քանիս է, սի քանիս։ Սավ 50,000, այնոր Սի գիտեք ինչ է նման է, որ սոված մարդուն սես հացեր են ցույց տալիս, էլի խոսքի տեղության միջով ես դու անցնում։ Անապատ է քո մոտ։ Դա տրապին 50,000 են տվել։ Բայց ուղղակի ասել է, վայ իմ սիրուն է, շնորհավոր տունը։ Հատ գներն ասեց։ Համի մոտիվը որն էր։ Սա ինչ ունենք զարմացնելու ցույց։ Այս սավուղի պես թակավորին բերիր, դրիր, բոլորը տենա որ գերի ես առը։ Դա իմ ու քո ռուսերեն ես բառը զասլուգան չէ։ Այսօր ինչ ունես, Փառք Հիսուսին։ Ինչ Եթե ուժ ու կարողություն չտար, ոնց կարայինք առնենք ես մեր պենջակ օրինակ։ Ու հիմա ելնից ցույց տաս, գիտեք քանիս է, ինչ կապ ունի։ Լավ, շատ չկագնենք սրա վրա, սիրելիներս, Աստվածորդն է բոլորիս։ Հենց լավ է, որ Աստված խոսում է սրդերներիս հետ։ Երբ որ դնում է ամեն մեկից մեր տեղը։ Գիտեք, օրինակ ես չեմ կարա լսեմ այն մարդկանց կամ ընդունեմ, ով որ իր տեղը չէ, բայց բան է ցույց տալիս քեզի քո տեղը։ Հենց լավ է, որ Աստված դնում է քեզի քո տեղը, դու կարաս ցույց տաս ուրիշներին իրաց տեղը։ Բայց երբ որ դու քո տեղը չես, դու չես է տեսնի ուրիշների տեղերը, որ կարողանաս ճիշտ մի հատ խորհուրդ տաս։ Ամեն։ Գիտեմ, ամեն մարդ չէ որ կարող է խոսա, բայց ես կխոսամ, սիրելիներս, որովհետև հենց այս խոսքերի մեջ է որ գալիս է բժշկություն։ Ինչ ընս մենք լավն ենք, հա, շատ։ Սուրբ հոգուն հանենք մեր մեջից, մենք դառնանք քաղաքի լավ ձեր մասին ես ամենավատ մարդը կդառնամ։ Ինչն է ինձ արժեք տվողը, ուժ տվողը, Սուրբ Հոգին։ Մե ուրիշը կասի, չէ, բայց եղբայր, օրինակ ես են չեմ, փառք ասում քեզ համար։ Բայց ես առանց ասու ոչ մի բան եմ։ Ոչ մի բան, իրականում ոչ մի բան եմ։ Մի օր չես աղոթում, մոտդ սա խառնվում է իրար։ Մի օր Աստծով չես լցվում, դու արդեն ուրիշ մարդ ես։ Գիտեք, Դավիթը 13-րդ խոսքի մեջ տապանակը բերեց իր քաղաք։ Այսօր խոսք ունեմ, սիրելիներս, ուրա քո տապանակը։ Ժամանակն է, որ Աստծուն բերեց քո կյանքիդ մեջ։ Հարատևես։ Չօգտագործես Աստծուն միայն այն ժամանակ, երբ որ անհրաժեշտություն կա։ Ամեն։ Գիտեք, գրել եմ ասում եմ, Սավուղը փնտրում էր մարդկանցից, կախարդներից։ Բայց հետաքրքիր է, Դավիթը միշտ կախված էր Աստծուց։ Երկու մարդ, տարբեր մարդ, մի հատ կգցեք Դավիթին ու Սավուղին, որ խնդրեմ։ Նայեք ինչ հետաքրքիր մի նկար էի դուրս հանել երեք։ Հայ, մոտավորապես այս պատկերն ունենք մենք, երբ որ երկինքը մեզ նայում է։ Մարդկա սենց է նայում։
Մարդը կա փշրված է Աստծո առաջ, երկուսն էլ թակավոր են։ Ես որոշում եմ այսպես թակավոր ու քահանա իմ ընտանիքիս մեջ միշտ լինելու, մնալու, որը միշտ փշրված կեղնի Աստծո առաջ, որի համար ամոթ չի լինի բարելու Աստծո առաջ։ Փառք Հիսուսին։ Մի հատ խոսք ասում է, պտուղը ծառից հեռու չի եղնի։ Գիտեք, երբ որ Դավիթը տապանակը բերում էր, պարում էր, շորերը պատրել էր վրայից։ Սավուղի աղջիկը տեսավ, սավ ամոթ չէ, հիմար թակավոր, ես ինչ ես անում, բոլորի առաջ։ Պտուղը, դրա համար եմ ասում, սպանիր, որ քեզ չսպանի, ինչ ժառանգություն ենք մենք թողնում։ Սավուղի ժառանգությունն եմ ցույց տալիս։ Երկրպագողներին անհարգում էր, աղոտողների հետևից բամպասում էր, Աստծո հետևից գնացողների հետևից չարախոսում էր։ Գիտեք այստեղ ինչ բառ կա գրված, ասում է Դավիթը հակած էր Եփուդ քատանի։ Իրա թակավորական մի հատ տնես են տապանակնոր բերում են այսպես։ Նայ։ Այս հանդերս է, ուղղակի ասեցիք Եփուդ ինչ կնշանակի։ Քահանական հանդերս է։ Դավիթը թակավոր էր вообще-то, քահանա չէր։ Թակավորական հանդերսները հանեց, գիտակցաբար Հակաբ Եփոդը։ Սավուղին երբեք չենք տեսնի, որ ես թակավոր եմ։ Սես խոսածողները չկան այսօր։ Ով որ ուզում է թակավոր է, իրանք չկան։ Իրաց թակավորությունը երկար չի տևե, եթե Տերը չի թակավորել։ Իրանք անորակ ժառանգություններ են թողնում, սիրելիներս։ Դավիթը գիտակցաբար իր թակավորական հանդերսներից հրաժարվավ։ Ասաց ես երկրպագու եմ Տիրո։ Ես Աստծո ծառան եմ։ Երբ որ այդ ձև ես անում, Աստված քո սերունդների մեջ է բնակվում։ Աստված քո ծառայությունը հաստատում է ու էլ ավելի երկար է օծված քեզ ճանապարհներ տալիս։ Մի հատ տեղ, որը որ շատ ու շատ դրությունս էլի գրավեց։ Նայեք ինչ է գրված։ Ասում է Երկրորդ թակավորած 7:11։ Գիտեք որ տեղն է։ Դավիթը նստած մտածում է, ասում է Աստծուն ես պետք է տաճար շինեմ։ Աստծուն պետք է ես տաճար կառուցեմ։ Աստծուն ես պետք է տաճար կառուցեմ։ Մարգարեն է գալիս։ Ասում է սրտիս շատ կա Աստծու համար տաճար կառուցեմ, որովհետև ես տուն ունիմ, ինքը չունի։ Մտածելակերպ։ Սաղմոսների մեջ ասում է աչքերիս քուն չեմ տա, չեմ մտնի մանկողինս, մինչև ես նրա համար տեղ չկառուցեմ, չեմ հանգստանա մե ուրիշ խոսքերով։ Երբ որ Աստված իմանում է, որ ինչ կա Դավիթի սրտի մեջ, մարգարեին ասում է գնա ու ասա դու չես կառուցելու, քո որդիդ է կառուցելու։ Ու գիտեք ինչ է Դավիթին ասում 7:11 Ինչպես եղավ իմ ժողովրդի Իսրայելի վրա դատավորներ դրած օրից ի վեր, քեզ պիտի հանգստացնեմ քո բոլոր թշնամիներից, եւ Տերը հայտնում է քեզ, որ Տերն է քեզ համար տուն շինելու։ Այստեղ ինձ 2 ժամ լացում է։ Լավ 3 ժամ, ճանաչում։ Լավ Աստծո արձագանքը նայեք։ Ասում եք, քանի որ դու սենց բաներ ես մտածում իմ մասից։ Ես տեսա, բայց չէ, էլի դու չես շինելու, քո ձեռքերը արյունոտ են։ Էլ չենք անդրադառնում այս արյունների մասին, որտեվ դու Ուրիային սպանեցիր։ Այս արյունի մասին է խոսքը։ Դու անմեղին սպանիր, բայց քանի որ դու սենց իմ նկատմամբ տրամադրված ես, գնա փոխանցե Դավիթին, որ ոչ թե ինքն է ինձ համար տուն շինելու, ես եմ նրա համար շինելու։ Իսկ Դավիթը գիտես ինչ էր անում։ Ստիպելով ասում էր դու պետք է իմ տունս հաստատես։ Մարգարեին ասում էր իմ հետ դուրս էլ որ բոլորը տենան մենք իրա։ Իսկ ստեղ ասված SMS էր ուղարկում։ Ասում էր Դավիթ իսկ ասես չմտածե, ես եմ իր համար տուն շինելու։ Ես եմ
իրան հանգիստ տալու իր բոլոր թշնամիներից։ Երբ որ պարգում ես, ինչ ես մտածում։ Ասում ես մտածում ես։ Դե մտածում ես առավոտ ուրդից դերես հետո ստոպի վրա ես սխմում, քնում ես, առավոտ ելում ես, էլի պլե ես սխմում։ Ես չգիտեմ ոնց դու, բայց ինձ շատ մտածելու տեղիք է տվես խոսքերը։ Ես Մոսկվա լուրջ Աստծու հետ այսպես վարվում է իր ներկայության մեջ։ Այս տեղը նոր բացվում էր, ասում եմ Աստված։ Դու Դավթին ասում ես մի բանի համար, որ դու ճիշտ սիրտ ունես իմ նկատմամբ, ճիշտ հասկացողություն։ Դու ասում ես, ես քեզ համար տուն կշինեմ։ Մի հատ շատ վատ տեղ եմ ուզում բացեմ, որ կարդանք։ Երկրորդ Թագավորաց առաջի գլուխ 7-րդ եւ 8-րդ խոսքերը։ Դա այն Սավուղի պատերազմն էր, որ գնացին, պատերազմեցին, այն վերջի պատերազմն է։ 5 իր որդին էլ էր այնտեղ։ Ու նայեք, մի հոգի մարդ է գալիս Դավիթի մոտ ու զեկուցում է Սավուղի վերջի վարգյանները։ Ինչպես Սավուղը մեռավ։ Ինչ դաժան պատմություն է, չէ՞։ Ասում է այդ ժամանակ նա ետ նայեց, տեսավ ինձ եւ ինձ կանչեց։ Ես էլ ասացի, ահա ես։ Իհարկե, այնտեղ երկու պատմությունով է դա նկարագրված։ Էլի աստվածաբանություն կեսն ասում են սենց, կեսն ասում են այնց, բայց հիմա ուզում եմ, որ մենք այս տեղը նայենք։ Եկել է Ամաղիկացին, պատմում է Դավիթին, թե ինչպես մեռավ Սավուղը։ Ասում այդ ժամանակ նա ետ նայեց, տեսավ ինձ եւ ինձ կանչեց, ես էլ ասացի, ահա ես։ Եվ նա ինձ ասաց, ով ես դու։ Ես էլ նրան ասեցի, Ամաղեկացին եմ։ Եվ նա ինձ ասաց, աղաչում եմ, կանգնիր ինձ վրա եւ մերցրու ինձ, որովհետեւ մանվան տագնապ է պատել ինձ, բայց հոգիս դեռ վրաս է։ Մեր ուրիշ խոսքերով երևի այսեն սուրը վերցրել էր, ուզում էր եկներ սրի վրա, չէր կարում։ Ասեց արի կագնի վրես, որ եկնիմ սրի վրա։ Գիտեք ում ով Սավուղի հարցերը լուծեց։ Ամաղեկը։ Հետաքրքիր է, չէ՞։ Նայում ես, Աստված ասեց Ամաղեկին սպանե։ Վերջում գիտեք ով իրան սպանեց։ Ամաղեկը։ Սպանիր, որ քեզ չսպանի։ Գաղատացիս 5-րդ գլուխ։ Հայտնի է մարմնի գործերը։ Սպանիր, որ քեզ չսպանի։ Հետաքրքիր է, չէ՞։ Գոնե փղշտացին սպաներ։ Գիտեք, եթե Աստված մի բան ասի, իր ասած անսած, ինքը կարա սպասի, 1 տարի, 2 տարի, 3 սպանիր։ Քեզ կսպանի, թե չէ։ Սիրելիներս, ամենակարևորը մեր ներսի մոտիվներն է։ Ուղիղ կանգնած լինենք Աստծո առաջ ու սպանենք այն Ամաղիկը, որ մեզ չսպանի։ Աղոթք էի անում ու հետաքրքիր մի հատ միտք եկավ։ Ասում են նայ, փարիսեցիները Իրակել էին ծոմ պահում։ Շաբաթը մարկա, որ շաբաթը մի անգամ ռեգուլյար ծոմ է պահում։ Ես կաղում եմ ժամանակ առ ժամանակ։ Ծոմ էին պահում, 10-րդ էին տալիս։ Բայց երբ որ Հիսուսը մտավ տաճար հրաշքներ երեց, ասում է սեն զորություն չէին տեսել։ Օրենքով իհարկե պետք է զորության մեջ հարատև էին։ Ոչ մի հրաշքներ, նշաններ, զորություններ չկար, բայց ծոմ էին պահում։ Մոտիվը որն է, որ ծոմ ես պահում։ Հետո մտածում ես, որ այսօր սոված կմնամ, զորություն չի լինի։ Հետո ծոմ ես պահում միայն քո կարիքիդ համար ու ասում ես հրաշքներ չի լինի։ Չի լինի։ Տապանակ ինչի համար ես ուզում։ Երբ ես վերջի անգամ եկե տապանակի մոտ, սիրելիս։ Հիշում եք Սաղմոսների մեջ, որ ասում է Աստված բնակվում է արտարների ցեղի մեջ։ Ինչ ժառանգություն ենք թողնում մեր երեխաներին։
Ինչ ժառանգություն, մուխ, ծուխ, ալկոհոլ, բաժանություն, կռիվներ, նախանձներ, մամոնապաշտություններ, խաբեբայություններ, դե աստվածապաշտություն, սեր, հարգանք, ծոմապահություն, աստվածաշունչ։ Ինչ ժառանգություն ենք մենք թողնում։ Մտածելու տեղիք է տալիս բոլորիս։ Երբ որ մեր երեխաները աչքերը բացում են, ինչ են տեսնում ու լսում։ Ուրիշների մասին պամպասանք, դա Աստծուն ոնց են փառաբանում ու գովերգում։ Երբ որ նեղությունը ասում են, ոչ մի բան չկա, ոչ Աստված, դա ասում են ոչինչ, արեք իրար ձեռք բռնենք ու աղոտ կանենք։ Աստված հավատարիմ է, կանցնի։ Երբ որ նեղություն է դուրս գալիս մեր դեմ, երբ որ նեղություն է դուրս գալիս մեր դեմ, ինչ ենք անում, սիրելիներս, ինչ արձագանք ենք մենք տալիս։ Հավատք ենք դրսևորում, դե սկսում ենք փնովել կամ հիասթափվել։ Լավ տեղիք է տալիս։ Աստվածաշնչյան ամեն մեր խոսքն ու տառն ու բառը ինքը նշանակություն ունի։ Այն ինչի առաջ, որ հիմա կանգնել ես, միգուցե կա այս ներսի թշնամիներ, որ չես կարող հաղթարես։ Գիտեք, Աստված Գեդեոնին ասեց, երբ որ փողը ասես կասես Գեդեոնի սուրը եւ Աստծո, բայց ես այսօր ուզում եմ ասեմ Աստծո ձեռքն ու Քրիստոսի այրունը։ Ես հավատում եմ ամեն կախարդություններ, ամեն կրկնվող մեղքերը, որ Հիսուսի անունով հենց հիմա պարտվում են Աստծո ժողովրդի վրայից։ Ես հավատում եմ, որ հենց հիմա աղքատությունը հեռանում է Աստծո ժողովրդի վրայից։ Ես խոսում եմ նոր եղանակներ կյանքիդ մեջ։ Ես ասում եմ, որ ձմեռն անցավ Հիսուսի անունով, վայելիր գարունը Հիսուսի անունով։ Ձմեռն անցավ, վայելիր գարունը Հիսուսի անունով։ Տերը փոխում է հանդերձներդ քո Հիսուսի անունով։ Այն սկի են հանդերձները Հիսուսի անունով։ Այն մեղավոր հանդերձները թող հեռանան ու էլի երբեք չմոտենան։ Ես խոսում եմ, որ դու ներված ես ու արտարացված ես Հիսուսի անունով։ Քրիստոսի այրունով դու մաքրված ես, դու վերականգնված ես ու դու ունես նոր դենքա Քրիստոսի մեջ։ Հիսուսի անունով։ Հին ուխտի մեջ գրված ասում է, եթե մեղքերդ լինի ալ կարմիր, եթե կասի մոտ ես կսպիտակացնեմ։ Ես խոսում եմ սպիտակ հանդերձներ։ Սատանայի հնարքները, գործիքներն ու ծրագիրները քանդված են կյանքիդ մեջից։ Ամեն